արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին։ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Թուրքիին։ Որովհետև լսի, այդ Ալեք Սիմոնյանը Ալեք չի է, այն թուրքական իսկական բանն է, հետնորդն է, Փելեփ Փաշայի հետնորդն է, Փաշինյանի մեծ։ Հիմա այսքանից հետո Փաշինյանին ձայն տվող լինելու է, եթե իհարկե դեռ կար։ Կան, որոշ կեղտոմներ կան։ Ձայն տալով են ասում, չեմ բանը, կառավարությունը ինքը լրիվ իր լծակները մեծ է, բայց ժողովուրդը պետք է միասնական կենան ընտրության, որպես եթե ընտրությանը չկենան մարդիկ, ինքը ցիկյան ընտրվելու է, բայց պետք է մարդիկ կենան ընտրության, որպես իր ձայնը տեղացնի։ Մենակ այդ ձայնը պետք է տեղացնեն։ Իհարկե մտցնամու որ շնորհավորի ձեն չեն դայնի։ Ոչ կտան Ալեն Սիմոնյանը շնորհավորում է Ալիևին եւ Թուրքիայի վարչապետին։ Ինչի՞ համար չեն տա, ձայն չիտե մեր ժողովուրդը իրոք լավ մարդիկ են, այդքան իմանալով ձեն չեն տա։ Դե որ ընտրելու են, թող ընտրեն, եթե մարդկանց դուրական սենց կյանքը, սենց ապրելը թող ընտրեն։ Իսկ ովքեր իմանում են, որ ապագան խորտակված է, թող չընտրեն, ինչ կա։ Ես չեմ կարող ասեմ, ամեն տեղ էլ շուն կա, բա իհարկե կա, տվող էլ ալելու, չտվող էլ ալելու, ինչ կարաս ասես, չես կարող որոշես։ Մինակը ինքը չի ատնել։ Պրեզիդենտն էլ, պարոն Ալիև, խաղաղություն, դուդա, դրանք թուրքեր չեն, թուրքեր են։ Հիմա այսքանից հետո Փաշինյանին ձայն տվող լինելու է, եթե իհարկե դեռ կար։ Նորից եմ ասում, իսկական հայը իրան ձայն չի տա։ Չեմ կարծում։ Ինչու՞։ Դե երկիր է, Թուրքիայի արտգործնախարարը կասի այն ինչ որ իրեն ձեռնտու է, կձգտի Հայաստանից պոկել առավելագույնը, նույն կարգով եւ Ադրբեջանը, պոկի առավելագույնը, մինչեւ իրենց առավելագույնին չհասնեն, սահման երբեք չեն բացի։ Դու տես 30 տարի առանց փակ սահմանով ապրում ենք, թող էլի ապրեն։